Բարև ձեզ, այսօր ամփոփելու ենք հետընտրական Հայաստանի նոր քաղաքական քարտեզը, որ նախընթաց օրերին փոխվում էր ժամ առ ժամ։ Եվ այսպես կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական համապետական ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ այդմ կառավարող կուսակցությունը նոր խորհրդարանում ունենում է որակյալ, բայց ոչ սահմանադրական մեծամասնություն եւ այս ընտրությունների թերևս ամենամեծ ինտրիգը Բարգավաճ Հայաստանը չի անցնում խորհրդարան։ Մինչ կենտրոնական հանձնաժողովի շենքում տեղի ունենում հանձնաժողովի նիստը, դրսում բողոքի ակցիա էր, խորհրդարան անցած եւ չանցած քաղաքական ուժերը դժգոհում էին ընտրությունների արդյունքներից, հայտարարում էին, որ այդ արդյունքները չեն արտացոլում իրականությանը, կոշտ բառապաշարով հայտարարություններ են անում, իսկ առջևում սահմանադրական դատարան դիմելու հեռանկարն է։ Մեր քաղաքական այս զարգացումներին զուգընթաց բավական ակտիվ գործընթացներ են նաև արտաքին ճակատում։ Մոսկվան շարունակում է Հայաստանի նկատմամբ վարել տնտեսական սահմանափակումների քաղաքականությունը, սրան զուգահեռ նաև սեղանի վրա դրված է կառույցներում հապկում ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը, իսկ Դիլիջանում տեղի է ունենում Արմեն Գրիգորյան, Հիկմետ Հաջիև հանդիպումը։ Այս բարդ օրակարգը փորձելու ենք վերլուծել Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Եղոյան, նախ շնորհավորեմ ձեզ, ձեր կուսակցությանը այս ընտրություններում կայացած։ Շնորհակալություն։ Եվ այսպես ես նշեցի, որ քաղաքացիական պայմանագիրը նոր խորհրդարանում ունի որակյալ, բայց ոչ սահմանադրական մեծամասնություն։ Սա նշանակում է արդյոք, որ ընտրողը ձեզ տվեց իշխանություն ձևավորելու եւ շատ կարեւոր հարցեր միանձնյալ լուծելու, բայց ոչ բոլոր հարցերը լուծելու հնարավորություն։ Չէ, բայց ոչ մեկ հարց, բոլոր սահմանադրական մեծամասնությունը որակյալ մեծամասնությունից տարբերվում է միայն մեկ լիազորությամբ, այն է սահմանադրության փոփոխելի հոդվածներում փոփոխություն իրականացնել ազգային ժողովում կամ հանրաքվեով փոփոխելի հոդվածները դնել հանրաքվեի։ Այդ մի հարցում էլ կոչվում է սահմանադրական։ Այդ այսինքն մեկ հարց, երկու հարց։ Ազգային ժողովով փոփոխման ենթակա հոդվածներում իրականացնել փոփոխություն, այնպես ինչպես օրինակ 7-րդ գումարման ազգային ժողովում հիշում եք սահմանադրական դատարանի հետ կապված մենք այն ժամանակ 88 մանդատ ունեինք, ուղիղ 2/3-ն էր, 132-ի ուղիղ 2/3-ն էր, ինչպես դա իրականացրեցինք 19 թե 20 թվականներ, չեմ հիշի, դա մեկ եւ երկրորդը այն հոդվածները, որոնք հանրաքվեով փոփոխման ենթակա են, դնել հանրաքվեի կամ ընդհանրապես սահմանադրություն, նոր սահմանադրություն դնել հանրաքվեի։ Այս երկու հարցերից զատ մնացած բոլոր լիազորությունները, այդ թվում սահմանադրական օրենք ընդունել փոփոխել, այդ թվում ուրեմն անկախ մարմինների անդամներին նշանակել, դա է։ Հա, դատախազ։ Դա որակյալ դատախազ, մարդու իրավունքների պաշտպան, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ, բոլոր բարձրագույն դատական կանոնները կարող եք սահմանել բացառությամբ այդ 1-2-ի։ Բացառությամբ 2, այսինքն բովանդակային առումով 1-ի, սահմանադրության փոփոխություն, բացառությամբ 1-ի։ Այս հետընտրական շրջանում ամենամեծ ինտրիգը թերևս Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ էր կապված, ես ասացի նախընթաց օրերին իրավիճակը կարծես փոխվում էր, հա 4%-ը հատեցին, չհատեցին եւ ի վերջո վերջնական արդյունքների հրապարակից հետո պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն չի անցնում խորհրդարան, բայց նրանք պնդում են, որ իրենց ձայները տեխնիկապես խլվել են, ավելի կոշտ բառեր են օգտագործում, գողացվել են եւ այլն։ Ինչ կպատասխանեք այս մեղադրանքներին։ Պատասխանելու շատ բան չկա, որովհետեւ իրավիճակը մասնավորապես առաջին մասի իրավիճակի շատ պարզ է, ժամը 8-ից հետո այդ երկու տեղամասում տեղի ունեցած քվեարկությունները անվավեր են։ Ինչի հետևանքով ամբողջ քվեարկությունն է անվավեր, որովհետեւ մենք չգիտենք ժամը 8-ից հետո, ընդ որում այնտեղ 8-1, 8-2 չի, էլի, 8-4, 8-5 տեղամասում գտնված, բայց չքվեարկած քաղաքացի այդպեսի չէ իրավիճակը, այլ հարյուրավոր քվեարկություններ են տեղի ունեցել ժամը 8-ից հետո մինչև ընդհանուր ես տեսանյութեր տեսա հենց իրենց տարածած, հենց ընդդիմության տարածած, որ ժամը 11:30 ընդհանուր այդ երկու տեղամասում դեռ քվեարկություններ, ինչը կոպտագույն խախտում է ընտրական օրենսգրքի, այն է այդ քվեարկությունը վավեր չի, վերջ։
բայց ասում են, եթե այդ անվավեր ճանաչված ընտրատեղամասերում վերաքվեարկություն կազմակերպվի, իրանք կանցնեն, ըստ իրանց, բնականաբար կանցնեն, որովհետև բոլոր ընդդիմադիրները իրենց ձայները կտան իրանց, բայց դա արդեն կստացվի, կներեք, կստացվի արդեն ոչ հավասար մրցակցություն, կստացվի կլինի ԿՊ-ն այդտեղ եւ մի կողմից կլինի ԿՊ-ն, մյուս կողմից բոլոր ընդդիմադիր ձայները դրած միտեղ, ոչ թե 17 կուսակցություն, այլ բոլորի ձայները միտեղ դրած ու մասնավորապես այդ երրագլուխների էլի, ստացվում է իրանք իմանալով մյուս տեղամասերի արդյունքները կկարողանան դա նույնն է, հիմա ոնց որ ասենք պատկերացրեք, օրինակ հաշվարկը սկսվեր միտեղ սկսվեր ժամը 4-ին, արդյունքները իմանալուց հետո դեռ մյուս տեղերում մինչև 8-ը շարունակվեր քվեարկությունը ու on-line ռեժիմով մարդիկ կորեկտիրովկայի ենթարկեին ուժերի բալանսը, բայց դա այդքան էլ ճիշտ չի, հա? Ինչի մասին կենտրոնական տրական հանձնաժողովը այսօր հայտարարություն է։ Ես պիտի ասեի, կենտրոնական տրական հանձնաժողովը այսօր հայտարարություն է տարածել, ամենայն հավանականությամբ հնարավորություն կունենանք զրուցելու նաև կենտրոնական տրական հանձնաժողովի հետ, բայց ես մեծ հաշվով ճիշտ եմ հասկանում, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջնորդվում է ոչ թե ձայների վերջնական արդյունքի համար տեսական հնարավորությունների, այլ կոնկրետ 4 թվերի հետ։ Այսինքն կոնկրետ 4 թվերի հետ, որոնք չէ, տեսեք, քանի որ ոնց ասում ընտրական օրենսգիրքը, ասում է, եթե հնարավոր է վերացնել այն խախտումը, որը տեղի է ունեցել, այդ դեպքում պետք է լինի վերաքվեարկություն, բայց հնարավոր չի վերացնել այդ խախտումը այլևս։ Հնարավոր չի փաստացի, որովհետև այդ քվեարկությունները, անվավեր քվեարկությունները, ամբողջ տեղամասի քվեարկությունները դարձել են անվավեր։ Եվ քանի որ խախտումները կարող են բազմապիսի լինել, հազարու մի խախտումներ կարող է լինեն, չէ, որոնք տեսականորեն եւ պրակտիկորեն կարող ես դու ոնց որ ասած կներեք, էլի հետողորմե անել եւ արտահայտել ընտրողի կամքը մաքսիմալ ճշգրտությամբ։ Հիմա ստացվում է, մենք արդեն չգիտենք այդ երկու տեղամասերում ընտրողը ինչ կամք է ցուցաբերել, այն ձայներն որ ասում են, այդ ձայներն էլ իրանք չունեն, որովհետև կարող է այդ ձայները 8-ից հետո են իրանք ստացել։ Կարող է պատահի այդ բոլոր 60 ձայնը իրանք ստացել են ժամը 8-ից հետո։ Հետևաբար դրանք հաշիվ չեն այդ ձայները։ Ոչ թե տեսական հնարավորություն են առաջնորդում, այլ թվերով թե նախնական ես ձեզ ասեմ, այո, ԿՀ-ն այդ երկու տեղամասում ուրեմն քվեարկություն անվավեր ճանաչեց դեռ մինչև վերահաշվարկի ավարտը։ Ասեմ ավելին ԿՀ-ն պարտավոր է դրանք անվավեր ճանաչել, չէր կարող այլ բան աներ։ Ուղղակի չէր կարող, որովհետև խախտումը չափազանց ակնհայտ էր, իդեպ ես շատ անկեղծ պիտի ասեմ, ես էլ էի մի քիչ զարմացած, որ նման բան ընդհանրապես հնարավոր է եղել եւ կարծում եմ դրա պատասխանատուները պետքա պատժվեն, որ ով էլ որ լինի, այնտեղ չգիտեմ ոնց է դա ստացվել, որ ընդհանուր մինչև ժամը 11-ը 11:30 այնտեղ քվեարկով, այսինքն ստացվում է համարյա այնտեղ ես տեսանյութերը տեսա, որ նույնիսկ ամսի 8-ին, այսինքն կեսգիշերից հետո նույնիսկ ստացվում է կընտրությունները շարունակվել են ամսի 8-ին։ Դա ոնց կարող է դա լինի վավեր։ Լավ, եթե մենք այդ տրամաբանությամբ շարժվենք առաջ, ես ձեզ մի այսպիսի բան ասեմ, օրինակ հիշում եք Գյումրիում, երբ մենք պարտվեցինք, այնտեղ կարծեմ 200 ձայնի տարբերությամբ ենք մենք պարտվել, հա? Եթե այդպես է, եթե այդ լոգիկայով նայենք, կարող էինք վերահաշվել ինչ-որ ընտրատեղամասերում անվավեր, եթե հայեցողության հարց է դա, հա, անվավեր անել, հետո վերաքվեարկություն անել, իմանալով, որ մեզ պակասում է ընդամենը 200 ձայն, համոզել մարդկանց, մի հատ էլ քարոզ արշավանել այդ մի տեղամասում, ասենք հավաքել էինք 150 ձայն, դարձնեինք 200, 250, 300, բայց դա արդեն կլիներ, այսպես ասած, տակտիկական քվեարկություն, ստացված ձայների լցոնում կստացվեր, ուղղակի ամեն մեկը մի ձայն կլցներ։ Շատ կոպիտ եթե ասենք, այդպես է ստացվում, էլի։ Լավ, բերեկեից անցնենք առաջ, նախորդային 6 կուսակցություններ, որոնք մասնակցել են այս ընտրություններին, հանդես եկան համատեղ հայտարարությամբ եւ դարձյալ ինչ են ասում, որ երրագլուխը դարձել է 6-ագլուխ։ Արդյունքները կեղծված են։ 6-ագլուխ։ Եթե 6 կուսակցություն ընտրություններին մասնակցած, սա լեգիտիմության հետ կապված ինչ որ հարցեր առաջացնում է, թե ոչ։ Առաջացնում է, լեգիտիմության հետ կապված հարցեր մենք էլ ենք բարձրացնում եւ ասում ենք, որ ազգային ժողովի ընդդիմությունը լեգիտիմ չէ։ Լեգիտիմ չէ, մենք չենք պատրաստվում այս ընդդիմությանը վերաբերվել այնպես,
ինչպես վերաբերվում ենք օրինակ նախորդ Նրանք կամ դրանից վիճակում են առաջ եղած ընտրությունների ընդդիմություններին, որովհետև այն ծավալը ընտրակաշառքի որ եղել է, խոսքը, գիտեք, ընտրախախտումներ, եկեք այդ գուբան իրարից միշտ տարանջատենք, էլի ընտրախախտում ընդհանրապես եւ ընտրակեղծիք, սրանք երկու տարբեր հասկացություններ են։ Ամեն ընտրախախտում չի, որ ընտրակեղծիք է։ Ընտրակեղծիքը դիտավորյալ ընտրության պատկերը աղավաղելն է, ժողովրդի կամքը աղճատելն է, այդ է ընտրակեղծիքը, ոչ թե որ միտեղ մուտքագրման ինչ-որ սխալ է լինում, հետո այդ սխալը ուղղվում է եւ այլ, եւ պետք է լինի դիտավորություն անպայման։ Եվ ամենամեծ ընտրակեղծարարները այստեղ իրանք են, որովհետեւ իրենք ուղակի համատարած ընտրակաշառք են բաժանել, հա, իրավապահ համակարգը ինչքան կարողացավ ու շատ լավ աշխատեցին, քանի հարյուրավոր մարդիկ են այսօր անցնում արդեն քրեական գործերով։ Հա, այդ զայնագրությունները դուք բոլորը լսել եք, մեկը հերքել են, մեկը կա այդ զայնագրությունները, որ ասի սա կեղծ է, որ ասի արհեստական բանականություն է, որ ասի մոնտաժված է, իմ ձայնը ես չեմ ասել փողը տամ ընտրի, ես ասել եմ փողը տամ, չգիտեմ, 2 կիլոգրամ կարտոֆիլ առնեմ։ Բայց այստեղ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում, եթե ասում եք, որ իրավապահ համակարգը բացահայտեց այնքան, ինչքան կարողացավ եւ իսկապես շատ էին բացահայտումները, բայց նաեւ այսպիսի կարծիքներ կան, որ ինչքան որ բացահայտվեց, դեռ մի, չգիտեմ, անհամեմատելի հատված է ստվերում։ Այսինքն ցանկացած հանցագործություն լեգիտիմության հետ, ընտրությունների լեգիտիմության հետ խնդիր չի առաջացնում։ Ընտրությունների չէ, բայց ընդդիմության լեգիտիմության հետ։ Այս պարագայում, եթե այդ ամբողջ կասկածները կան, որ խորքում շատ ավելի մեծ բաներ են եղել, գուցե այդ նոր ընտրություն անցկացնելը հենց ձեր շահերից է բխում։ Հա, բայց մենք չենք նայում մեր շահերին։ Մենք ոչ չենք նայում մեր շահերին։ Մեր 727,000 ընտրողը վաղն էլ կարող է գնալ ընտրել։ Չէ, բացի թե մեր 727,000-ը վաղն էլ կլինի հələ ավելի կարող է շատանա։ Իսկ իրենք կարող են ցկտել նույնիսկ սահմանադրականին։ Հա, բայց մենք այդպես չենք նայում հարցին։ Մենք հա, իրանք եկան, ընտրեցին, գնացին, դժվար թե երկրորդ անգամ էլ այդքան երկար ճանապարհ իրանք կտրեն, դժվար թե էլի տենց համակարգված կարողանան երկրորդ անգամ ընտրակաշառք իրանք բաժանել եւ այլ, բայց մենք չենք նայում դրան։ Մենք նայում ենք համապետական շահին։ Իշխանությունը լեգիտիմ է, խորհրդարանական մեծամասնությունը լեգիտիմ է, մեր բոլոր ձայները աուտենտիկ են, այդ մարդիկ կան, այդ մարդկանց այսօր էլ դուք հարցնեք 727,000-ն էլ մեկ մարդու նման կարող է 1-2-ի տարբերությամբ, հա, եթե այս մի շաբաթում չի մտքափոխվել, հա, թող լինի մի 10 հոգի կարող է մտքափոխված լինի։ Կասեն, որ ընտրել են մեզ այս եւ այն պատճառներով։ Իրենց ընտրողները ուղղակի կխուսափեն, չեն պատասխանի հարցին, նրանք ովքեր ուրեմն դա էլ պետք է նայենք, ովքեր են օրինակ մայիս ամսին, ով է 1 ամսով աշխատանքի ընդունվել, դա քանի որ եղել է օրինական աշխատանք, պետք է մի հատ նայենք 1 ամսով ով է ընդունվել աշխատանքի եւ դուրս եկել եւ ինչ նպատակով։ Բոլոր այդ մարդկանց հետ պետք է զրույց տարվի եւ իրանք պետք է այդ հարցերին պատասխանեն։ Հիմա ընդդիմությունը պատրաստվում է դիմել սահմանադրական դատարան, դեռ հայտնի չէ մանդատները կվերցնեն, չեն վերցնի։ Այս ամբողջը ինչ որ կերպ ազդում է ընտրությունների լեգիտիմության եւ խորհրդարանի միջազգային վարկի իմիջի վրա։ Ոչ, դուք տեսել եք արձագանքները, հեսա պաշտոնական արձագանքներն էլ կգան, դիտորդական առաքելություններ, ինչի վրա պետք է ազդի։ Տեսեք, միջազգային բանը մարդիկ իրաց թվում է, գիտեք, իմ մոտ ես բան եմ նկատում, այս մեր ընդդիմադիրները, որ իրանք հարցի էությունը չեն հասկանում։ Բովանդակությունը չեն հասկանում, ինչպես որ օրինակ ընտրախախտումը ընտրակեղծիքից չեն կարողանում տարբերել, ընտրողի կամք հասկացությունը, մրցակցային ընտրություն հասկացությունը, իրանք հարցի ֆորմալ ձևական ինչ-որ կողմին են նայում, իրանք թվում է, եթե իրանք շատ աղմկեցին, այդ միջազգային դիտորդներ չի հասկանում, էլի այդքան բան, ամբողջ այդքան աշխարհում ընտրություններ են դիտարկում, բա նույնիսկ ԱՊՀ դիտորդներն են դրական գնահատական տվել այս ընտրություններին։ Մասսայաբար ընտրակաշառք բաժանած ուժերը ոնց կարող է խոսեն, ասենք ընտրությունների մեզ մեղադրեն ընտրակեղծիքների մեջ։ Հիմա եթե դիմեն սահմանադրական դատարանը մերժի նրանց հայտը եւ չնայած քիչ հավանական է, բայց անցնեն փողոցային պայքարի, դուք պատրաստ եք նման սցենարների։ Ախր նույնիսկ այդ փողոցային պայքարը, այսպես մի բաժակ ջուր չի էլի այնտեղ դրած, որ ասես ջուր կխմես,
թե հյութ կխմես, հենա ջուրն էլ կա, հյութն էլ կա։ Այդ փողոցային պայքարը ինչի՞ց է։ Ես շատ այդպեսի շատ պայքարների եմ մասնակցել 2008-ի կեղծված, իրապես կեղծված ընտրություններից սկսած։ Հանրությունը ապրող օրգանիզմ է։ Համեն հանրություն, բոլոր հանրությունները, այդ թվում եւ մերը։ Հասարակությունը, հանրությունը ինքը իր ընդհանուր կոլեկտիվ բանականությամբ, եկեք այսպես ձևակերպենք, ինքը գիտի ինչ է տեղի ունենում։ Հիմա այն 340,000 հոգին որ կան, իրան գիտեն, որ այն 727,000 հոգին էլ կա։ Այն 727-ն էլ գիտի, որ 340-ը կան, որտեվ ամեն մի զրուցարանում, ամեն մի բակում, ամեն մի ընկերական խմբում, ամեն մի ընտանիքում, ամեն մի շքամուտքում մարդիկ շփվում են իրար հետ, իրանք տեսնում են։ Այսինքն դա իրանք չեն ֆիքսում միտեղ, այսպես չեն գրի առնում, թե այս շենքում էսենց այս, բայց մարդու բանականությունը նույնիսկ առանց իրեն, նույնիսկ ենթագիտակցություն, նա ֆիքսում է, որ էսա հանրության մեջ տրամադրությունը էսա։ Այդ դեպքում մարդը անարդարության զգացում չի ունենում։ Փողոցային պայքարը երբ է հաջողություն ունենում, երբ կա անարդարության զգացում, երբ մարդը դուրս է գալիս անարդարությունը շտկելու համար պայքարի։ Այսինքն հիմա եթե ինքը դուրս գա պայքարի, ինքը գիտի, որ իր դիմաց 3 հոգի այլ մարդ կա, որը այլ կերպ է մտածում։ Փողոցային պայքար կան այն ժամանակ լինի, երբ ընտրությունը իսկապես կեղծված է, երբ քվեաթերթիկները հիշում եք, այդ կոնտ չէ այդ բաները, երբ քվեաթերթիկները գողանում են, երբ մարդու ձայնը կորում է, չկա, չի երևում ոչ միտեղ, չկա, նա քվեարկել էր եւ իր ձայնը չկա, սա այդ իրավիճակը չի։ Լավ։ Ես էլի վերադառնալով մեր զրույցի սկզբին նախընտրական շրջանում եւ դրանից առաջ էլ ձեր իշխանության կարևորագույն օրակարգերից մեկը նոր սահմանադրության ընդունումն է եւ այս ընտրությունների արդյունքում ինչքան էլ որ ձեզ վստահեցին իշխանություն ձևավորելու կարևորագույն հարցերու, այս հարցը լուծելու համար ձեր ձայները չեն բավարարում։ Ինչ է պատրաստվում անել իշխանությունը։ Փոքր դադարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Իհարկե, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր եւ Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ։ Պարոն Եղոյան, մենք ասանք դերևս ամենակարևոր հարցերից մեկին նոր սահմանադրության ընդունում ձեր օրակարգն է, կարևոր օրակարգ է եւ սահմանադրական մեծամասնություն չունեք, ինչպես եք վարվելու։ Ընդդիմության հետ կոմպրոմիսային ինչ-որ տարբերակներ գտնել, չգիտեմ, ստորագրահավաք անել, ինչ եք անելու։ Տեսնենք, կհասկանանք, դեռ որևէ բան ասել չեմ կարող, բայց բնականաբար այդ օրակարգը կա եւ մենք առաջ ենք տանելու այդ օրակարգը այն մանդատի շրջանակներում, որը որ ստացել ենք, ինչն էլ որ այդ մանդատի շրջանակներում չտեղավորվի, այդտեղ էլ հավելյալ աշխատանք պետք է տանենք։ Իսկ դա այս պահին որոշակի ազդեցություն, բացասական ազդեցություն ունենում է Հայաստան-Ադրբեջան երկխոսության վրա։ Բայց մենք ի սկզբանե ասել ենք, որ դա ինչ, մենք հիմա ասում ենք, էլի մարդ դա ինչ կապ ունի Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ։ Կապ ունի այնքանով, կապ ունի այնքանով, որ նման օրակարգեր են, այդքանով կապ ունի, որ իրար շատ նման են հնչում այդ օրակարգերը, այդքանով կապ ունի։ Բայց մենք սահմանադրական այլ նոր սահմանադրության ընդունումից երբ ենք խոսացել։ Ես առաջին անգամ հիշում եմ այդ խոսակցությունը 2020 թվականի հունիսին, հələ դեռ 44-րդ պատերազմից առաջ, երբ սահմանադրական դատարանի հարցն էինք քննարկում, կհիշեք։ Այն ժամանակ մենք ասում էինք, որ այս սահմանադրությամբ չի լինի, այս սահմանադրությունը խնդիրներ ունի եւ տեխնիկական մասում եւ բովանդակային եւ լեգիտիմության հետ կապված, այսինքն հանրությունը չի զգում, որ սա իր սահմանադրությունն է եւ դրանից էլ բխող մի տեսակ չասեմ արհամարական, բայց մի տեսակ օտար վերաբերմունք ունի սահմանադրության նկատմամբ, բայց դա բնականաբար սահմանադրությունը մնում է սահմանադրություն, բայց մենք իրապես ֆունկցիոնալ ինստիտուտներ ունենալու համար պետք է ունենանք հանրության կողմից ընդունված, ոնց որ ընտրությունները ոնց եմ, չէ՞ ես ասում, հանրությունը պետք է իմանա, իսկ դա մարդիկ միշտ իմանում են, որ սա իրենց ընդունած, ոչ թե հենց իր մեկ մարդու, այլ իրենց ընդհանուր հավաքականության կողմից ընդունած իրավական ակտ է, մի զգացողություն, որ 15 թվականին մարդիկ չունեին, դրանից առաջ էլ չեն ունեցել, 95-ին էլ չեն ունեցել, այսինքն մարդիկ չեն զգացել,
որ իրանք գնացին եւ ընդունեցին սահմանադրություն։ Մարդկանց միշտ թվացել է, որ բերեցին եւ սահմանադրությունը անցկացրեցին։ Մինչ այստեղ ընդդիմությունը վիճարկում է ընտրությունների լեգիտիմությունը, պատրաստում է սահմանադրական դատարան դիմել, միջազգային հանրությունը, առայժմ Ռուսաստանին թողնենք, Ռուսաստանի մասին առանձին խոսենք, ըստ էության ճանաչեցին լեգիտիմությունը, որպես Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ, ինչպես է գնահատում Եվրամիության դիտորդների գնահատականը, Եվրամիության գնահատականը, առանձին երկրների շնորհավորանքը եւ այլն։ Սա արագացնում է ընտրությունների արդյունքը, արագացնում է Հայաստան-Եվրամիություն երկխոսությունը։ Ընտրության արդյունքները, եթե նկատի ունեք, այսինքն ձևավորվել է կառավարությունը վարում արտաքին քաղաքականություն, վերջ։ Այստեղ որևէ հարց, որևէ մեկը չունի, ընդդիմությունն էլ այդպիսի հարց չունի։ Իդեպ, այդ որ ասում եք ԲՀԿ-ի թեման եւ այլ, կառավարության լեգիտիմության վերաբերյալ ընդդիմությունն էլ հարց չունի եւ չէ կարող ունենալ, որովհետեւ ձևավորվել է, մենք խոսացինք որակյալ մեծամասնությունից, բայց կա նաև պարզ մեծամասնություն, չէ՞։ Կառավարությունը ձևավորվում է պարզ մեծամասնությամբ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը վարում է կառավարությունը, մասնավորապես վարչապետը եւ արտաքին գործերի նախարարը։ Այստեղ որևէ հարց որևէ մեկը չունի։ Գիտեք, ես որ ասում եի ընտրությունների արդյունքներով պայմանավորված Հայաստան-Եվրամիություն երկխոսության արագացում, նկատի ունեի կոնկրետ օրինակով ասենք նախընտրական շրջանում շատ է խոսվում վիզաների ազատականացման օրակարգի մասին։ Հիմա եթե դուք ստանում եք էլի վստահության քվես, ազատականացում արագանում է, թե չի արագանում։ Վիզաների ազատականացման հետ կապված այնքան բան ենք արել, որ անկախ է ընտրությունների արդյունքներից։ Վիզաների ազատականացումը, այն որ խոստանում էին, Հայաստան Դաշինքի падգամավորները ասում, մենք հեսա գանք առաջ անկախ նրանից թե ով կլիներ Հայաստանում իշխանություն, մենք արդեն այնպիսի ռելսերի վրա ենք դրել այդ գործը, որ ասել ենք, դա 2 տարուց, այսօրվանից հաշված, անցած տարի ասում ենք 3, այս տարի արդեն եղավ 2 տարուց, դա լինելու է, որովհետև մեզ մնացել է միայն տեխնիկական հարցերը լուծել, այլևս քաղաքական մակարդակում վիզաների ազատականացման հետ կապված խոսելու շատ բան չկա, քաղաքական հարցը լուծված է, վիզաների ազատականացում պետք է լինի, ուղղակի այս եւ այս պահանջները կատարելուց հետո բիոմետրիկ անձնագիր, սահմանների պատշաճ վերահսկողություն, նույնականացման ուրեմն պատշաճ մակարդակ, տվյալների պաշտպանության պատշաճ մակարդակ, հարցը տեխնիկական դաշտում է արդեն գտնվում, այլ քաղաքական երկխոսության մակարդակում չի գտնվում հարցը։ Այնպես որ դա համարեք լուծված հարց է քաղաքական մակարդակում։ Մնացածը կլինի տեխնիկական լուծումներից հետո արդեն։ Իսկ տնտեսական մասով, հատկապես Մոսկվայի տնտեսական սահմանափակումների ֆոնին, ինչ դիտարկումներ ունեք Եվրամիության կողմից Հայաստանին տնտեսական անվտանգության բարձիկներ տրամադրելու մասով։ Դրական արձագանքներ արդեն իսկ կան, արդեն իսկ գետնի վրա էլ գործնական քայլեր կան, մենք առաջին պետությունը չենք, որ անցնում է այս ճանապարհով, եւ կարծում եմ, որ սա միայն ու միայն երկարաժամկետում դրական կազդի եւ մեր ապրանքների որակի եւ մեր արտադրողականության աճի եւ տնտեսական դիվերսիֆիկացիայի համար հատկապես հաշվի առնելով, որ մենք ոչ միայն այստեղ Եվրամիության հետ ենք խոսում, ընդհանրապես մենակ մեր շրջապատում մենակ Եվրամիությունը չի, տարբեր շուկաներ կան եւ արաբական աշխարհը կա եւ այլ շուկաներ կան, այստեղ կարծում եմ մենք ուղղակի պետքա այս իրավիճակի հետ գործ ունենանք եւ լուծենք այն խնդիրները, որոնք դրանք բերել են։ Ոչ թե փորձենք վերադառնալ այն վիճակին, երբ գիտեք, խնդիրները մի քիչ ավելի քիչ էին, բայց եկեք ընդունենք, որ դրանց համապատասխան մեկ այլ խումբ խնդիրներ կային, մասնավորապես մեր ապրանքների որակի հետ կապված։ Այսինքն, եթե Եվրամիությունը չլինի, մենք չպետք է մտածենք ապրանքների որակի մասին։ Մենք մեր կողմից օգտագործվող ապրանքների արտադրողականության մասին, այսինքն որակի մասին չմտածենք, տանենք ԵԱՏՄ շուկայում, տանենք դա ինչ հնում արնի, փողը վերցնենք, բրցնի գնա, բայց այն որ մենք ասենք կարող է մտնենք խանութ եւ առնենք, ասենք կոնյակ, բրենդի, որի մեջ խաղողի սպիրտ կամ չկա, կամ թող լինի, ասենք 10 գրամ կամ 20 գրամ ամբողջ շշի մեջ, էդի մեջ չպետք է հուզել։ Այսինքն անպայման Եվրամիությունը գազի ձևը տես չի անեցա, մենք դա արդեն սկսել էինք իդեպ, այդ process-ները ստանդարտիզացիայի, որ մենք արդեն սկսել ենք, հիմա ուղղակի դրանք մի քիչ էլ ավելի արագ առաջ կգնան։
Լավ, հիմա Ռուսաստանը Ռոսսելխոզնadzորը ամբողջությամբ արգելափակել է, գրեթե ամբողջությամբ արգելափակել է հայկական ապրանքների մուտքը եւ Ռուսաստան եւ Ռուսաստանի տարածքում նաեւ ԵԱՏՄ։ Սա ուղիղ տնտեսական պատերազմ համարենք Հայաստանի նկատմամբ եւ ինչպես եք պատրաստվում այս ընթացքում լուծել փոխհատուցումների հարց Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Փոխհատուցում լինելու է միանշանակ, այդ մասին հայտարարվել է ամենաբարձր մակարդակում, այո, բնականաբար այն տնտեսվարողները, որոնք տուժել են, այսինքն որոնք ունեին ողջամիտ պլան, ծրագիր, կատարել էին ներդրում եւ ունեին արդեն այնտեղ շուկա ու պետք է արտահանեին իրենց արտադրանքը, բնականաբար եւ այս սահմանափակումների պատճառով չեն արտահանել, բնականաբար իրանք պետք է ստանան այդ փոխհատուցումները, նաև մենք պետք է օգնենք իրանց արդեն ասացի այլ շուկաներ գտնելու հարցում, բայց այստեղ մի հատ sense հարց էլի կա, տեսեք, ԵԱՏՄ-ն ինքը ինչի համար է։ Ապրանքների ազատ տեղաշարժ։ Ազատության համար է, չէ՞, եթե չկա այդ ազատությունը, այլ ումա պետք է ԵԱՏՄ-ն։ Այսինքն ինքը ազատության համար է, ԵԱՏՄ-ն նրա համար է, որ լինի լավ, պրիմիտիվացնեն, որ լինի ավելի լավ, քան առանց իրայա։ Ոչ թե լինի ավելի վատ, քան առանց իրայա, այլ լինի ավելի լավ, քան առանց իրայա։ Հիմա եթե պետքա մաքսը գա, պետքա սահմանափակումը լինի, պետքա բանը լինի, էլ ԵԱՏՄ-ն ինչն է պետք կներեք։ Չէ, դա հարց է, չէ՞։ Ինչպես նաև հապկը։ Չէ, դա հապկի մասին արդեն շուտվանից ենք խոսացել, դա փակված թեմա է արդեն։ Հիմա ԵԱՏՄ-ից հապկից համարենք մենք հապկի մասը ԵԱՏՄ-ի հիմա որ նորից դե իմասելով պետք է համարեք, դուք չեք տեսնում։ Արդեն անդամավճարի հարց են այնտեղ։ Դե տեսեք տնտեսական այս սահմանափակումները Ռուսաստան, ԵԱՏՄ տարածք հապկի մասով որոշում են կայացրել մեր տղաշխավիճակի հարցը քննարկել, նույնը ԵԱՏՄ-ի մասով են որոշել, այս ամենը բավական չէ, Ռուսաստանի Հանրապետության նախագահն էլ մինչև այժմ լուր է, չի շնորհավորում, սա ինչ է նշանակում, այսինքն ես չեմ ճանաչում ձեր ընտրությունների արդյունքները, չճանաչել հասկացությունը։ Դե հիմա քանի դեռ խոսում ենք, այդ շնորհավորանքը չկա, միշտ տեսնում ենք Միացյալ Նահանգներից, Եվրամիությունից եւ ամբողջ աշխարհից ինչ շնորհավորանքներ են, գուցե լինի մինչև մենք դուրս գանք, բայց քանի դեռ չլինի, դրանով չի չափվում։ Ճանաչել, չճանաչել, այլ պրակտիկ գետնի վրա աշխատանքով, այդպես է չափվում, ճանաչել, չճանաչելը։ Շնորհավորանք կարող է լինի, կարող է եւ չլինի։ Ես այդքան չի կենտրոնանա բուն շնորհավորանք։ Լավ, տեսնենք ինչ կլինի։ Շնորհավորում են ուրախ առիթներով։ Հիմա կարող է չշնորհավորի, հիմա կարող է իրենց համար ուրախ առիթ չէ։ Չէ, հիմա պետք է ուրա, ասենք հիմա դա բան չի էլի, տենց մարդուն բռնես, ասես շնորհավորի։ Չէ, դա քաղաքական ուղերձ է ամեն դեպքում, քաղաքական ուղերձ։ Դե հիմա չլինի, դուղերձը չլինի, հոյս չեմ, բան չենք անի մենք։ Լավ։ Եվ նախորդին տեղ ունեցավ նաև Հիկմետ Հաջիև, Արմեն Գրիգորյան հանդիպումը Դիլիջանում, ինչու էր Դիլիջանում եւ ինչ կարելի է ասել, ինչ տեղեկություններ ունեք, գուցե կամ ինչ գնահատական ունեք կապված օրակարգի հետ, ավելին քան ասված է այդ պաշտոնական հաղորդագրությունների սերն տեքստերի մեջ։ Ավելին չեմ կարող ասել հաղորդագրությունից, ուղղակի կարող եմ մի բան ավելացնել, որ մենք ոչ թե ամեն հանդիպման մեջ արդեն սկսենք կոնկրետ օրակարգ փնտրել, այնպես ասենք, ոյ, ասենք ռեգլամենտով կետ առաջին, կետ երկրորդ։ Մենք հիմա գտնվում ենք հարաբերությունների դեռ այն մակարդակում, որ շփումը ինքը տեղով օրակարգ է։ Շփումը ինքնին։ Չէ, նաև էս նույնիսկ եթե խոսում ես, չգիտեմ, բանից, առօրյա ինչ-որ թեմաներից, դա արդեն իսկ օրակարգ է միջպետական մասշտաբի, որովհետև մենք դա չենք։ Ես ինչու հարցրեցի, որովհետև ընդդիմությունը նաև շահարկումներ կային, չէ՞, տեսեք, ընտրությունների 4-րդ օրը արդեն ադրբեջանցին եկել է օրակարգում նաև այդ 300,000 ադրբեջանցիների ասեն այնտենց։ Պաստեն հետ չեն կանգնում, հա, այդ միջից։ Հետ չեն կանգնում։ Պաստեն դասեր չքաղեցին, էլի, ոչինչ, թող կան ազգային ժողով։ Հետո գիտեք ինչ էր այդտեղ կզբաղվենք այդ հարցով, թող գան։ Մենակ թող մանդատը ուզում եք գան թե չգան։ Կուզենայի, որ անցած չլինեին իրանք ընդհանրապես, բայց դե քանի անցել են, թող գան, համել պատասխան տան իրանք այդ ասածների համար։ Իրանք չմտածեն, որ մենք դա մոռանալու ենք։ Կոնկրետ այդ 300,000 ադրբեջանցու թեման, մեկը ես չեմ մոռանալու, եւ իրանք ասել եմ արդեն ամեն նստաշրջանի վերջում պետք է հաշվետվություն տան։
Քանի հոգի եկավ, որտեղ են տեղավորվել, եթե չեն եկել, ապա ինչ էին ասում, ուր են, երբ էին ուզում բերեին ըստ իրենց պլանների կամ ըստ իրենց կանխատեսման, ինչու էին զրպարտում, ինչ էին մարդկանց նյարդերի հետ խաղում, այդ մարդկանց նյարդերը որ քայքայել են, ով է հիմա այդ մարդը, այսինքն էլի թողել են առողջապահական ապահովագրության վրա, ոնց ենք այդ մարդկանց ծախսերը փոխհատուցելու, պետք է գնան իրենց այդ մարդկանց նյարդերի փոխհատուցումը տան, այդքան նյարդերի հետ խաղալու համար։ Թող գան այնտեղ շատ հարցեր կա, մթերման կայաններ պետք է հələ իրանք կառուցեն, գյուղմթերքի համար տանեն Ռուսաստանում ծախեն, չէ՞։ Թե այդ ամեն ինչը ջրվեց։ Թե իրանք մենակ իշխանության գալու պարագայում է լինելու։ Լավ, եւ մեր զրույցի վերջում բլից հարցեր խնդրում եմ շատ արագ, մեկ բառով կամ մաքսիմում մեկ նախադասությամբ։ ԲՀԿ-ն ազգային ժողովում չի, ցես համար սա անակնկալ է, թե սպասելի օրինաչափություն։ Սպասելի օրինաչափություն։ Եթե ընդդիմությունը բոյկոտի եւ չվերցնի մանդատները, նոր ազգային ժողով աշխատելու հետ կապված որևէ խնդիր կունենա, թե չի ունենա։ Չի ունենա։ Առաջիկա 6 ամսում նոր սահմանադրությունը հանրակրվեի կտրվի, թե չի տրվի։ Դժվարում եմ պատասխանել, ավելի շուտ չի դրվի։ 6 ուժերի համատեղ հայտարարությունը հետընտրական լուրջ բախման սկիզբ է, թե քաղաքական հուսահատության ժեստ։ Քաղաքական հուսահատության ժեստից մի քիչ էլ ավելի թույլ քայլ։ ՀԱՊԿ-ին անդամավճար չմուծելը թե յուրե դուրս գալու վերջնագիր է։ Չէ, դե ֆակտո վերաբերմունք է այդ կառույցին։ Ռոսելնադզորի արգելքից հետո հայկական ծիրանն ու կոնյակը կարողանանք իրականում արտահանել Եվրոպա։ Երկարաժամկետում եւ միջնաժամկետում, այո, կարճաժամկետում կլինի փոխհատուցում։ Այս տարի Հայաստանի Եվրամիության անդամակցության տեխնացուի հայտ ներկայացնելու է։ Ոչ։ Կարող ենք վստահաբար պնդել, որ Թրամփի միջնորդությունը Սպիտակ տանը մեզ համար ավելի գերադասելի էր, քան Մոսկվան եւ Բրյուսելը։ Ոնց։ Թրամփի միջնորդությամբ Սպիտակ տանը ստորագրելը ավելի մեզ համար գերադասելի էր, քան Մոսկվայի կամ Բրյուսելի հարթակները։ Կարող ենք։ Մինչև 2026 թվականի վերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի։ 26-ի վերջ դժվար թե։ Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Մոսկվա Պուտինի հետ հանդիպման տնտեսական այս շրջափակումը հարթելու համար։ Ոչ միայն այդ հարցով, ընդհանրապես երկկողմ հարաբերությունները շարունակվում են, պետք է շարունակվեն իրենց հունով գնալ ինչպես բոլոր երկկողմ հարաբերությունները, բազմաթիվ հարցերով, ոչ միայն այդ հարցով։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, այսօր փորձեցինք քննարկել հետընտրական Հայաստանի նոր քաղաքական քարտեզը, որտեղ իշխանությունը, կառավարող կուսակցությունը խորհրդարանում ունի որակյալ մեծամասնություն, բայց ոչ սահմանադրական մեծամասնություն, սա որոշակիորեն ազդեցություն ունի նաև իշխանության կարևորագույն օրակարգերից մեկի նոր սահմանադրության վրա, միաժամանակ անդրադարձանք նաև արտաքին ճակատում ընթացող հետաքրքիր գործընթացներին, այս միջոցին իշխանությունը խնդիր ունի արտաքին ճակատում եւ մի կողմից հարթել Ռուսաստանի հետ հարաբերություններում ստեղծված այս կնճիռները, մյուս կողմից արագացնել եւ արևելյան դիվանագիտությունը եւ եվրոպական ուղղությունը։ Սա ազատ զրույց էր Free News-ի եթերում, ես զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք, լավ մնացեք, կհանդիպենք։